Տերունական աղոթքով և ուժեղ Հայաստանի խոստումով համանուն կուսակցությունն անցկացրեց իր նախաքարոզարշավային հանրահավաքը Երևանի Ազատության հրապարակում։ Նաև մարզերից կային մասնակիցներ, որոնք պարզել էին իրենց բնակավայրի նշումով պաստառներ։ Կուսակցության խորհրդի անդամները դիմեցին հավաքված քաղաքացիներին, ներկայացնելով երկրի ապագայի իրենց տեսլականը։ Նարեկ Կարապետյանի ելույթի առանցքը արմատական տնտեսական վերափոխումների խոստումն էր։ Նա ընդգծեց առողջապահության և կրթության ոլորտների բարեփոխման անհրաժեշտությունը, որպես այդ փոփոխությունները առաջնորդող ուժ ներկայացնելով ապագա վարչապետ Սամվել Կարապետյանին։ Աղքատությունը վերջ դնելու համար Հայաստան վերջապես հոսելու է միլիարդավոր դոլարների իրական ներդրումներ, իրական ներդրողներից։ Հայ մարդը պարապ չի մնալու, աշխատելու է և լավ է ապրելու։ Ըստ Կարապետյանի այս ֆինանսական հոսքերը կուղղվեն նոր արտադրությունների ստեղծմանն ու տեխնոլոգիական ոլորտների զարգացմանը։ Մեր երկիրը ունենալու է 300,000 նոր աշխատատեղեր։ Որ մարդիկ մնան, աշխատեն գործարաններում, հյուրանոցներում, IT կենտրոններում, Հայաստանով մեկ, մեր և ձեր բակի ընկերները վերադառնալու են, աշխատանքով մենք բոլորս կհասնենք դրան, ինչին էլ հասել են շատ ուրիշ երկրներ, և մենք այդ երկրներից ոչ մի բանով պակաս չենք։ Հանրությանն ուղղված իր խոսքում լեգենդար հետախույզ գնդապետ Արտուր Ավանեսյանն ընդգծեց, որ այսօրվա իշխանություններն անկարող են երաշխավորել հայրենիքի անվտանգությունը։ Որպես զինվորական ես լավագույնս գիտեմ խաղաղության արժեքը, քանի որ պատերազմի գինը ես գիտեմ շատերից լավ։ Ես տեսել եմ, թե ինչպես են իմ ընկերները զոհվում պատերազմում, և ինքս էլ դրա համար անձնական ծանր գին եմ վճարել։ Բայց և այնպես մահը այնքան սարսափելի չէ, ավելի սարսափելի է մեռելի պես ապրելը։ Գնդապետն իր ելույթում շեշտեց, որ զինվորականի համար անընդունելի են երկիմաստ խոսքերն ու կիսաքայլերը։ Ըստ նրա, Հայաստանն արդեն իսկ չափազանց բարձր գին է վճարել խաղաղության համար, և այսօրվա պայքարը միտված է նոր արհավիրքների կանխմանը։ Այսօր մենք կանգնած ենք ընտրության առաջ։ Կգնանք վախի և ստորացման ճանապարհով, թե արժանապատվության և ուժի ճանապարհով։ Վախ։ Ես տեսել եմ վախը, բայց տեսել եմ մեր թշնամու աչքերում, սահմանին, կռվի ժամանակ, բայց ոչ երբեք հայ զինվորի աչքերում։ Սահմանադրագետ Արամ Վարդևանյանը երկրի ներկա իրականությունը հակադրեց քաղաքական ուժի և նրա առաջնորդի երազած Հայաստանը։ Մեր երազած Հայաստանը վախեցած Հայաստան չէ, բաժանված Հայաստան չէ, նվաստացած Հայաստան չէ, աշխարհաքաղաքական խաղերի մեջ մոլորված Հայաստան չէ։ Հենց այս ամենին վերջ տալու, դեպի Հայաստանի իրական ապագայի, իրական ուժեղ խաղաղության նոր դարաշրջանի համար հստակ ու վճռական ասում ենք փոփոխությունները գալիս են։ Հայաստանը այսօր անվտանգ չէ։ Ես այստեղ եմ ոչ միայն սա ասելու համար։ Ես այստեղ եմ ասելու ամենակարևորը։ Այս ամենը փոխվելու է։ Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ Հայաստանի անվտանգությունը դառնալու է իրական, ուժեղ և ամենակարևորը անխոցելի։ Հանրահավաքի առանցքը ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի ուղերձն էր։ Չնայած բարերարը գտնվում է տնային կալանքի տակ, հեռակա կարգով դիմեց հազարավոր համակիրներին։ Կուսակցության առաջնորդն ընդգծեց, որ արտաքին քաղաքականության մեջ անհրաժեշտ է վերականգնել կորսված հեղինակությունը։ Ըստ նրա, Հայաստանը պետք է դառնա գործոն աշխարհի խոշոր մայրաքաղաքներում, միաժամանակ վերականգնելով Սփյուռքի վստահությունը հայրենիքի հանդեպ։ Մենք ուժեղ ենք լինելու Մոսկվայում և վերականգնելու ենք խաթարված հարաբերությունները։ Մենք ուժեղ ենք լինելու Վաշինգտոնում,
Լոնդոնում, ինչպես նաև Պեկինում վարչակարգը քայքայել է Սփյուռքի հետ հարաբերությունները։ Միայն մեր ուժը կարող է վերականգնել թե հարաբերությունները, թե Սփյուռքի հետ վստահությունը մեր հայրենիքի հանդեպ։ Մեր բոլոր նվիրյալ եւ հերոս զինվորականների հետ միասին ամրապնդելու ենք մեր պաշտպանությունը եւ պաշտպանելու ենք մեր սահմանները։ Մենք պաշտպանելու ենք իրական խաղաղությունը։ Անդրադառնալով ներքին խնդիրներին Սամվել Կարապետյանը խոստացավ տնտեսական թռիչքային զարգացում, տեղեկացնելով, որ իր բիզնես կառույցները փոխանցում է զավակներին պետական գործերով զբաղվելու համար, նա շեշտեց, որ ի տարբերություն գործող իշխանության իր թիմը պատրաստ է ամեն ինչ զոհաբերել հանուն պետության հզորացման։ Ուժը ձեր ձեռքերում է, դուք սկսում եք փոփոխությունը, իսկ ես այն դարձնելու եմ իրականություն։ Միասին մենք ուժեղ տնտեսությամբ, ուժեղ դիվանագիտությամբ, ուժեղ բանակով կբերենք ուժեղ ու կայուն խաղաղություն եւ բարեկեցիկ կյանք։ Հանրահավաքի ավարտին մասնակիցները լույսերով երթ սկսեցին մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով։